Զեկույցի հետ կապված դուք նշել եք, որ ամեն դեպքում մեխանիզմներ մտածել հրապարակայնացնելու որոշ մաս, բայց Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում երբ խոսում էր հաստատապատասխանի ժամանակներ կողքին, ասում էր չկա այնպիսի բան այդ 44 օրյա շրջանակի հակամարտները դնող զեկույցում, որի մասին ինչ չգիտենք։ Բնականաբար հարաբերության վարչապետը Նիկոլ մի վարքյան որոշ այդ զեկույցը գնահատականներ եւ ձեզ էր ուղղված, որ հանրայնացնող բան չկա։ Չէ, բան ես չեմ հասկացել, թե դուք ինչի եք այդպես պատկերացնում, լավ չեմ հասկանում, որովհետև երեկ էր պարոն Փաշինյանը անդրադարձավ զեկույցի այն հատվածին, որը ինքը ներկայացրել է քննիչազորժողովին, մոտավորապես 10 ժամ։ Իհարկե դա բանակցային գործընթացին է, բայց քննիչազորժողովում չի քննվել միայն բանակցային գործընթացը վարչապետի ըստ էության ներկայությամբ։ Բազմաթիվ հարցեր են քննվել տարբեր մարդկանց, տարբեր պատմությունների, եւ զեկույցը այսօր գտնվում է գաղտնի մասում։ Դա նորից եմ ասում, ես այսօր էլ իմ եզրափակիչ խոսքում անդրադարձ արել եմ զեկույցին ի պատասխան Ծերյան Օհանյանի այն հնչեցրած տեսակետին, որ Արցախը հայաթափվել է կուսակցական ինչ-ինչ ծրագրերի տրամաբանության մեջ։ Իհարկե դա ճիշտ չի, ոչ միայն ճիշտ չի, դա սուտ է, որովհետև զեկույցի, եթե մասնակցեին զեկույցի ստեղծմանը եւ մասնակցեին քննիչազորժողովի աշխատանքին, շատ լավ պատկերացում կունենային մեր պարտությունների պատճառը որտեղ պետք է տեսնել։